Պարոն Բադալյան, ինչպես կգնահատեք հայ-իրանական հարաբերությունների ներկա իրավիճակը եւ ինչ քայլեր պետք է ձեռնարկվի հայկական կողմը դրանք ավելի ամրապնդելու առումով։ Նշենք, որ հայ-իրանական հարաբերությունները այս պահի դրությամբ բավարար զարգացված չեն եւ ընդհանրապես այս համատեքստում կցանկանայի ասել, որ Հայաստանում սխալ տեսակետ է շատ տարածված, որ Հարավային Կովկասում ազդեցություն ունեն երկու հիմնական ուժեր՝ Ռուսաստանը եւ Թուրքիան։ Այդպես չէ։ Հարավային Կովկասում ազդեցություն ունեն երեք հիմնական ուժ՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը, նաեւ ինչ-որ չափով Եվրոմիությունը, այսինքն 3 գումարած 1 այս սկզբունքով եւ հատկապես այս 3 ուժերը Ռուսաստան, Թուրքիա, Իրան գրեթե հավասարաչափ ազդեցություն ունեն։ Մեկը մի երկրում ավել, մեկը մյուս երկրում պակաս, մի երկրում այս մի երկիրը ինչ-որ չափով ազդեցություն, մյուս երկիրը մի քիչ ավաչափ ազդեցություն, բայց 3-ի ազդեցությունն էլ Հարավային Կովկասում կա, սա մեկ։ Երկրորդ, Իրանի համար Զանգեզուրի միջանցքը դա գոյաբանական հարց է։ Ինքը շատ լավ հասկանում է, որ այն օրը, երբ որ կբացվի Զանգեզուրի միջանցքը, պայմանականոնացած հաջորդ օրը այդ միջանցքի վրա բացածած թուրք-ադրբեջանական դրոշը բարձրանալու է Թավրիզում, որտեղ թուրքական աշխարհը Զանգեզուրի միջանցքի միջոցով միավորվելու է ընդդեմ Իրանի, որտեղ առաջին թիրախը Զանգեզուրի միջանցքի այս պահեդությամբ արդեն Իրանն է եւ նախկինում էլ այդպես եղել։ Դրա համար եւ երրորդ Հայաստանը Իրանի համար միջանցք է դեպի Եվրոմիություն, զուտ աշխարհագրական, եթե նայում եք, ասենք ապրանքներ ինչպես կալետանել Եվրոմիություն բերել, տեսնում եք, որ Հայաստան, Վրաստան, Սերբսով Եվրոմիություն եւ մյուսը Պարսից ծոց, այնտեղ արաբական տերակղզուն շրջանցել, Սուեզի ջրանց բավականին երկար, այսինքն Հայաստանի սահմաններին անձեռնմխելիություն եւ տարածքային ամբողջականություն Իրանի համար կարմիր գիծ է եւ այն, որ Զանգեզուրի միջանցքը միջև այսօրը չի բացվել, դրա միակ այսպես հերոսը, որ դա թույլ չի տվել Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ Հակառակ դեպքում Հայաստանի բանակի չգոյությունը կամ բանակի համարյա չգոյությունը չէր խանգարի Ադրբեջանին ուղղակի բացել ուժով սահմանը արդեն 44 օրյա պատերազմից հետո։ Ուղղակի Իրանի Իսլամական Հանրապետությունը դա թույլ չի տվել, չնայած Արևմուտքի ջանքերին, չնայած Թուրքիա եւ նրան կցորդ Ադրբեջանի ջանքերին եւ երրորդ չնայած Ռուսաստանի ջանքերին այդ նոյեմբերի 9-ի կոչված համաձայնագիրը, որտեղ միջանցքային տրամաբանություն կա։ Միայն Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տվել այդ 3 հզորներին միջանցքը բացել։ Սա Իրանի դերակատարությունը եւ այս պայդրությամբ մենք կարող ենք ասել, որ Հայաստանի անվտանգային համակարգը աննկատելորեն անցել է արդեն Իրանի հսկողության ներքո։ Նշեցիք, որ բավարար չափով զարգացած չեն, ինչ կարող ենք անել զարգացնելու համար այդ հարաբերությունները։ Առաջին հերթին, երբ որ իշխանությունը փոխվի եւ գա Հայաստանում ազգային իշխանություն, որը կմտածի Հայաստանի ազգային շահերից եւ ոչ թե արևմտյան ինչ որ շահեր այստեղ տարածելուց, առաջին քայլերից մեկը պարտադիր Իրանի հետ պետք է կնքվի ռազմաքաղաքական համաձայնագիր, այսպես ռազմական փոխադարձ օգնության վերաբերյալ, ըստ որի մեկի վրա հարձակումը գնահատվում է որպես մյուսի վրա հարձակում եւ ռազմական ոչ պոտենցիալով մյուս կողմը հնարավորինս գալիս է աջակցելու։ Սա հնարավորություն կտա դե յուրե Իրանին Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դեպքում ուղղակի աջակցել Հայաստանի Հանրապետությանը, որովհետև այս պայմանությամբ մենք չենք կարող վստահ լինել եւ առալուց մենք վստահ չենք, որ ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստան Դաշնությունը իր գործառույթները կանեն։ Տեսեք, Սյունիքում կան օկուպացված տարածքներ, սակայն ՀԱՊԿ-ի ոչ մի անդամ Ադրբեջանի նկատմամբ անգամ բողոքի նոտա չուղարկեց եւ միայն Իրանը անտեսանելի ձևով, իսկ շատ ասենք մասնագետներ գիտեն, որ շատ հստակ ձևով հասկացած, որ ագրեսիա անել պետք է։ Առաջին պետք է կնքվի այդ ուրեմն ռազմատեխնիկական, ռազմական այդ համագործակցությունը, այդ պայմանագրի անվանումը ռազմատեխնիկական թե ռազմական իր ձևի, դա ռազմական ոլորտի փորձագետները ճիշտ կասեն, գաղափարը այդ է, որ երկու երկրներ իրար օգնում են։ Հասկանալի է, Իրանը կարիք չունի Հայաստանի ռազմական օգնության, հաշվի առնելով իր պոտենցիալը, համարյա 90 միլիոնանոց երկիր, ահռելի մեծ զինանոց ունեցող եւ Հայաստանի չգոյացած բանակ իրեն չի օգնելու, բայց սա Հայաստանի համար էական նշանակություն ունի։ Սա մեկ, երկրորդ, Հայաստան Իրան
տնտեսական քաղաքականությունը պետք է կան ակտիվանա, որովհետև Իրանը բավականին որակյալ ապրանքներ ունի շատ էժան, որը այսօր ճիշտ ասած շատ քիչ է վաճառվում եւ օրինակ տարբեր երկրներում կան իրանական սուպերմարկետներ, այսպես ասենք, որտեղ բավականին հենց վաճառվում են միայն իրանական ապրանքներ, բավականին որակյալ, անգամ Վենեսուելայում բացել են Իրանը նման ուրեմն սուպերմարկետներ, իսկ Հայաստանում ասենք իրանական ապրանքներ որպես այդպեսին, որ իմանաս կոնկրետ այս իրանական ապրանքների սուպերմարկետը չկա, իհարկե կան ինչ-որ խանութներ, որոնք Իրանից բերում են, բայց երկրորդ ասենք առևտրի շրջանառությունը իրանական ապրանքների չկա, երրորդ Իրանը բավականին զարգացած բան ունի, այդ բժշկական սարքավորումների սարքավորումներ ունի, որոնց համատեղ արտադրանք կարելի է այստեղ կազմակերպել, այսինքն կարելի է բազմաթիվ եւ այլ դեպ ոլորտի նաեւ գյուղատնտեսական տեխնիկա ունի բավականին որակյալ, Իրանը շատ որակյալ ուրեմն ապրանքատեսակներ ունի, որի արտադրանքը այստեղ կարելի է համատեղ կազմակերպել, բայց քանի որ դա դեմ է եւ դա դու չի գալիս արևմտյան, ասենք Եվրոպան եւ արևմտյան, այսպես աշխարհին, բնականաբար նրանք ուղղակի թույլ չեն տալի Հայաստանի իշխանություններին, իսկ Հայաստանի իշխանությունները ճիշտ ասած այդքան էլ ձգտում չունեն այդ Իրանի հետ ռազմատնտեսական համագործակցությունը իրական բովանդակալից մակարդակի բարձրացնելու, երբ որ կլինի իշխանափոխություն, եթե լինի իհարկե իշխանափոխություն, բայց ես կարծում եմ ամեն դեպքում sense դրանց եթե իշխանափոխություն, այդ դեպքում այո, իդեպ նաև Իրանը շատ շահագրգռված կլինի, որպեսզի նաև Արցախի հարցը այլ զարգացում ունենա, քան այս պահեդրությամբ այն առկա է, որտեղ դա նաև բխում է իր շահից, այսինքն նոր իշխանության դեպքում ռազմաքաղաքական եւ տնտեսական եւ այլ ոլորտներում լուրջ ուրեմն համագործակցություն կարելի է իրականացնել։ Արցախի պահով ձեր ասած ինչով է հիմնավորում, որովհետև Իրանը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նաև նկատի ունենալով Արցախը Ադրբեջանի կազմում։ Գիտեք, ինչ կան դիվանագիտություններ, որոնք դիվանագիտական հայտարարություններ, որոնք որ երկրները բնականաբար անում են, հաշվառելով այդ պահին առկա իրավիճակը, բայց չմոռանանք, որ Արցախի տարածքում կան իսրայելական, այնտեղ ըստ բամբուն տարածած լուրերի, իսրայելական որոշ, այսպես հետախուզական եւ այլ կառույցներ, որոնց արկայությունը այդքան էլ Իրանին ցանկալի չեն։